Սիրելի բարեկամներ, խնդրում եմ երեխաներին հեռացնել պարահրապարակից և չձանձրացնեմ, ուզում եմ հայտարարել ուշադրություն, հրավառություն։ Չեկանում, արա! Ախպեր, մենք սենց չէինք ուզում որելներ։ Մենք սկի այդ երկը չպտի երկեինք, մենք պտի երկեինք աղջիկ, որը չխչիկ էր, ցերեկները չկար, գիշերներն էլ դժվար գտնես այդ աղջկան։ Սկի չգիտեմ ոնց այս երկը երկեցինք։ Չէ դու գործանող չեք, արա։ Ես էլ ասի տղեկը սխելքները գլուխներն են հավաքը, ուստի մի լավ բան են արե, էս էր դեր արա սուրպրիզը։ Սրանց հետո ոչ մի ինքնագլուխ քայլ, այդ քեզ էլ է վերաբերում խչո։ Ես ինչ արի կարա, ոտից գլուխ ցեմենտ եղավ։ Ով աղբեր։ Սյուզին, ով։ Հայ Ռուբո ջան, ախր Սյուզին շուտ է գնացել։ Ոնց եկա։ Սյուզի, Սյուզի, Սյուզի սպասի։ Իլա երեխեքին երբ ես բերելու։ Դե բերե վենի։ Դու մեկ չեմ մնան, հիմա չեմ հասցնում, ժամանակ չունեմ։ Դե որտեղ ես հասցնես։ Սալոնի ու ֆիթնեսիդ հետ զուգահեռ մոլ գնաս, Լարային մոլ տանես։ Գիտես ինչ կա, Լարան ինքն ասեց ինձ տար մոլ։ Իլա մաման ինձ ամեն ինչ պատմել է։ Որ պատմել է, ինչի ես ինձ ավելորդ խոսացնում։ Որտեղ դու քո սեփական ուղեղը չունես։ Ով ոնց ասի։ Սեփական ուղեղ չունեմ, ուրեմն գնա մոտիցս։ Ինչը գիտես չեմ գնա։ Այ գիշեր։ Բարի գիշեր կյանքս։ Տղերք, ասեք, որ անակնկալը ստացվեց։ Ոչ չհասցրի նկարեմ արա։ Կարևորը հասկացանք, որ իրար սիրում են։ Էդ ինչից հասկացար, որ իրար սիրում են։ Արա դե մենակ իրանք նեղվեցին էլ այդ պահից ախպեր, իրար շատ նման են, ընդհանուր շատ գծեր ունեն ախպեր։ Էտա գտել են իրար։ Տենաս գտան իրար։ Սյուզի ջան, ես ինչ ես անում, դու ինչի ընդհանրապես տանը չես, ինչ գործ ունես տեղ։ Ինչ իմացար, որ ես տեղ եմ։ Ոստե, ձեր տնից եմ գալիս, դու տանը չէիր։ Ասենք ոնց ես պատկերացնում, ես այս վիճակով այս ժամին գնայի տուն, կարամ իմանամ ինչ էի ասելու։ Լավ, բայց զանգերիս ինչի չես պատասխանում։ Քո նման եմ անում, Ռուբեն ջան։ Ուղղակի ի տարբերություն քեզ ես ինչ-որ բան չեմ պլանավորել։ Այ բալավ, ես էլ չէի պլանավորել, ուղղակի ինձ տղեկը ասեցին շուտ արա հասի Սյուզին հելելա բերե, որ քո համար քցվի, ես էլ եկա հասա։
Լսի, կգնաս այդ հեքիաթները ռադիոյին կպատմես, համ քո, համ է ռադիոյի աուդիտորիան ահագին կշատանա։ Սյուզի ջան, ախր ես էլ եմ անակնկալ եկի, ես տեղյակ չէի, որ տես բան ա եղել։ Հա, Ռուբեն ջան, դու էլ տեղյակ չէիր, հա։ Իսկ կարաս ինձ բացատրես, ինչի մենակ ես կեղտոտվեցի։ Ես հիմա իրանց ամեն ինչ ինչ պետք է կասեմ, իրանք կգան քեզանից ներողություն խնդրեն։ Քեզ թվում դու իմ ընկերն ես ու որոշել ես հարցերս տեղը գցես, հա։ Չէ, Ուղղակի լսի քեզ ինչ եմ ասում։ Ես ինչ կուզեմ, էդ էլ կանեմ։ Մենակ ոչ ստեղ։ Արտակ։ Ձենդ Ռուբո։ Դու ինչ ես անում ստեղ։ Ուրիշ տեղ չկար ես քաղաքում, հա։ Մերդեմ ջան, դու սխալ ես հասկացել։ Ռուբո ձենդ։ Գնա։ Հոպարի տեղը։ Գնա։ Լավ, էլի հորս արեդի։ Այսօր երազիս գնացել էին մեր տուն։ Մերոնք լոբով ճաշ էին ուտում, ախպեր։ Արա հոչ էին ուտում։ Հոչ էին ուտում։ Ախպեր, օրինակ ես որ քո տեղ ելնեից հավետ տանեմ։ Քաբաբու խորոված կտենա երազիս էլի։ Դու էլի մենակ քո մասին ես մտածում։ Արա բա մերոնք։ Ձերոնք արդեն այդ լոբով ճաշը կերե պրծել են ախպեր։ Սյուզի օֆիսը դարձրել է հյուրանոց, չեմ հասկանում։ Ոայ, պարոն Մեսրոպյան, ինձ ում տեղն եք դրել։ Դե մի հատ քո տեսքին նայի, ժամին նայի ու գնահատի ում տեղն եմ դրել։ Բայց մի հատ կլսեք ինձ, պարոն Մեսրոպյան ջան, ես որ գնացի շին հրապարակ, այնտեղ ամբողջ օրերս կեղտոտվեցին, թե ես էլ մտածեցի գամ օֆիս։ Գնայի հյուրանոց, Սյուզի։ Պարոն Մեսրոպյան, այս ժամին մենակով ես գնամ հյուրանոց։ Իսկ ինչ ես մենակով գնում։ Կամ ընդհանրապես ինչ ես հյուրանոց գնում։ Լիլիա ջան, այս է ինչ որ դու մտածում ես։ Դու հիմա դու չես էլ հասկանում ինչ ես խոսում։ Իհարկե, ես ուղեղ չունեմ։ Դες բարի ժամ անց։ Լիլիա։ Ալա, Լիլիա։ Ես չեմ մրսում, Լարա ջան, ես սովոր եմ, փոքր ժամանակ գյուղում էինք ապրում, էլ դաշտերում գործ անել, էլ անասունին սարը տանել, ուր ասես քնել եմ։ Լուրջ։ Բա ինչ, քեզ թվում է, թե ամբողջ կյանքում այդ տանն ենք ապրել։ Ես իմ փաստորեն դու գյուղում ես մեծացել, բացահայտում էր։ 7 տարեկան երեխայի 8 հատ կով էին վստահում։ Վերցնում էի օրերով սարերում կորում էի։ Պապուս խուրջինը գցում էի ուսիս, մեջը տատուս սարքած մածունը մեկ էլ մորս թխած են անուշ տակ լավաշը։ Օրերով սարերում կորում էի։ Բա սարերում գազաններ չկային։ Մե որ կային ինձ ինչ։ Իմ գազաններն էլ իմ հետ էին։ Պիրատն ու արաբը։ Երկուսն էլ գելխեղտ։ Ով ռիսկ աներ մոտենար ինձ կամ կովերիս։ Անենց շներ էին։ Պիրատն արդեն տարիքով էր։ Մի բանը մի 3 անգամ պետք է ասեի։ Բայց մեկ այլ խելոք լսում էր։ Այդ տենց հավատարմություն մինչև օրս չեմ տեսել։ Իսկ դու գիտեիր, որ շունը տիրոջը հոտով է ճանաչում, հոտով է սիրում։ Մեկ էլ տենց լինում է, երբ որ մարդիկ իրար շատ են սիրում։ Երբ որ կարոտում է սիրածդ մարդու հոտը։ Այ ես տենց եմ ուզում սիրեմ։ Այ ես տենց եմ ուզում սիրես։
ես զգում էի էլի արա։ Ոյ ես ձեր գնամ տղեկին ասեմ տենանք ինչ ենք անում արա։ Վայ խճո արա։ Արա ջայ տղայից արա։ Լարա, գիտես չէ, այս սարերը ինձ ուժ են տալիս։ Ես չգիտեի, որ դու այսքան սիրում ես քո երկիրը։ Լարա ջան, բոլորն էլ սիրում են Հայաստանը։ Ուղղակի ստիպված գնում են օտար երկիր ապրում, այնտեղ աշխատում։ Ու ինչքան շատ փող են աշխատում։ Բոլորն էլ ասում են, այ հասնեմ Երևան, մի հատ տուն եմ առնել։ Բա դու ինչի ես ուզում ստեղից գնաս։ Ստիպված եմ գնում։ Բայց մի օր անպայման հետ գալու նպատակով։ Երևի մի օր էլ ես հետ կգամ։ Հայտարակ եղանք, արա, ես էլ ստեն չեմ մնալու, ես թասիբ ունեմ, անուն ունեմ, զինած աղջիկ ունեմ, արա։ Հələ որ բան չեմ հասկանում ինչ ես ասում ընկեր ջան, մի հատ նորմալ սկզբից պատմիր։ Սկսում եմ սկզբից, առավոտա, ես պարկած եմ ստեղ, խճոն պարկածա կողս, ես էլ ստեղ եմ, արա մեկ էլ պլետ, խճոն աշկերը բացեց ու հելավ, վայ յարա, վախ կարա, վայ յարա։ Արա այդ քու վայվայերը ես կասեմ է գժվացիր ընկեր, Չասար, ես էլ այդ թաունհազը չեմ մտնելու, ասեմ ավելին, թո բրիգադիրը գա որոշի, կամ ես, կամ իրանք։ Ալո, ճիշտ ասած ես արդեն հասել եմ, դուք երբ կհասնեք։ Այո, ես թաունհաուսների մոտ եմ, ձեր ապագա բնակավայրի դիմաց։ Շատ լավ, ես ձեզ սիրով կսպասեմ։ Արա, դու Սյուզին ու Սասունին իրարից չես տարբերում։ Հələ մի հատ ասա Սյուզի, մի հատ ասա Սասուն։ Ախպեր դե չգիտեմ, իմը քնիցս նոր էի զարթնել, կարողա լավ չէի տենում։ Սասուն Սյուզի։ Մի խոսքով դու ստան շարժին հետևի հլը, ես գնամ տենամ Ռուբոնուրա գտնեմ գամ, հելավ։ Շուտ արամ։ Արագացրու։ Այն շարը ոնց որ արած է, այդ հենց էլի Ռու։ Մի խոսքով պայմանավորվեցինք։ Հա, մեկ էլ քանի չեմ մոռացել ասեմ, էլի։ Արմատուրաներ, պրոֆիլներ, մեկ էլ երկաթի խողովակներ պետք շենքի համար, ստանալու ենք այս քանի օրը։ Հա, բայց Արդ ջան, ես շենքի հետ ի՞նչ կապ ունեմ մեր թաունհաուսն է։ Ռուբո ջան, շենքն էլ է մերը, դու էլ ես մերը։ Հիմա հասկացար ինչքան կապ ունես։ Հա, բայց ես հիմա բան ու գործից թողնեմ, հելնեմ ընկնեմ քաղաքով արմատուրա պրոֆիլ ման գալ։ Չէ, պետք չի քաղաքով ման գալ։ Ման գալով քո համար գնում ես Ագի Impex։ Գևորենց ընկերությունն է, Գևորն էլ է մերը։ Ինչ որ պետք է տեղում նայում ես, ասում ես ու վերջ։ Լավ։ Դե
Դե տղեկին բանալում կազմակերպեմ գնանք բարձանք բերենք։ Ռուբո տղերքին ոչ մի բան պետք չի։ Դու գնում ես տեղում ընտրում ես, իրանք բարձում են, իրանք բերում են, իրանք դատարկում են։ Այդ արդեն ուրիշ խոսակցություն։ Դե հա, միշտ նույն խոսակցությունը չի լինելու։ Հասար ուզացիդ։ Տնաշենի կնիկ մի այսքան զիջողելներ էլի։ Ինչ եղել է ինձ ա եղել։ Դու ինչ ունես մտածելու։ Արդեն կոֆեի ես եմ դնում։ Հեսա կեսօրին ասելու ես գնամաններ էլ լվա։ Իրիկունն էլ։ Իրիկունը։ Իրիկուն ուղիղ ձեր տուն։ Ինչի որ լրի մենակ մնաց չէ։ Ինչի մտածում ես վնաս կտամ ինձ։ Չէ հա դու քեզ վնաս տաս։ Տախպորպես Վասիլ, հոգուս հետ գնա հա։ Չես տեսնում որ ցայտոտի մեջ եմ։ Երեխեքս թողել գնացել են։ Տունս դադարվել է։ Մենակ նստած եմ։ Ուր Վասիլ։ Բա, նկատեցիր, բա դու մենակ նստած էիր։ Վասիլ։ Վասիլ։ Արա, դու մի հատ սրանց նայի։ Ես կարամ մի հատ հասկանամ դուք ստեղ ինչ գործ ունեք։ Կարամ հասկանամ ստեղ ինչ եք անում։ Ինչ եք եկել հետևիցս։ Հենց հիմա երկուսովը դուրս եկեք ստեղից։ Հենց հիմա։ Մի հատ արագ հագնվեք ու ռադ եղեք ստեղից։ Հա, Մարկա։ Հրստեն։ Հա, Ռուբո ջան, բայց ինչ որ կռվի ձեներ էր գալի։ Այսինքն։ Դե Սյուզին գոռում էր ինչ եք մտե իմ հետևից։ Հագնվեք հենց հիմա ռադ եղեք ստեղից։ Վայքու։ Արա այդ խճոյից էր ասում։ Ախպեր չգիտեմ ում էր ասում, դաժե չգիտեմ, հիմա ներսով կա, որովհետև սկզբից ինձ թված Սասունն է, հետո պարզվեց Սյուզին է։ Ինչ եմ հարցնում ես քեզ։ Հələ Ալիսյան։ Հələ մի վարքյան։ Առնակ, բայց դու ստեղ ես լավ աշխատում։ Հա, ճիշտ ես ասում։ Բայց եթե անկեղծ լինեմ, այստեղ Ռուբոն ինձ շատ է օգնում։ Այդ ես, ես հիմա այստեղ եմ, վստահ եմ, Ռուբոն այնտեղ ամեն ինչ կազմակերպել է։ Մի րոպե տղաներ ջան, մի րոպե, հա։ Շատ եմ խնդրում էլի, իրան ուշադրություն մի դարձրեք։ Ինքը մի քիչ հոգեկան խնդիրներ ունեցող տղա է, էլի։ Ճիշտն ասած, ոնց գալիս աստեղ ինչ որ կռիվներ է անում։ Մենք արդեն խոսեցինք, չէ՞, ամեն ինչի մասին։ Մնացածի մասով էլ արդեն գրասենյակում կխոսենք։ Գրժանոցը։ Շին հրապարակը։ Վաս։ Ինչ։ Այդ հոդու հզիկ չես։ Մեծ կնիկեմ մի բան էլ ասեցի։ Ինչ անենք, ինչ ես տեղանում, թողացնի գնա։ Հատես որ լի, ամեն օր ինչ ուզես կասես էլի։ Վասի ջան, չես տեսնում որ մարդ չկա է։ Իսկ մեծ տան էլ մարդ չկա, ես ու դու ենք։ Աշխարհիս երեսին էլ ոչ ոք չկա, ես ու դու ենք։ Ազիզ ջան։ Հա։ Ներեցիր։ Դադի։ Արի։ Ատի գնենք ու բեք։ Ինում երեքեք դենեկել, ինում կալեքնեն, վիզի ծովը տոնեմ, ես ուր էիք։ Գնացել էինք երեխեքի հետևից, մամ ջան։ Լարայից ու առնակից տեղեկություն չունեք։ Հա, մամ ջան, զանգել եմ առնակին Լարայի հետ գնացել են ման գալու։ Փառք Աստծո։ Վիզի ծովը տոնեմ, դատիկները վրսել են լավ եք, սոված եք։ Ինչ ես մտածում Լարա։
Բա հիմա ինչ է լինելու։ Չգիտեմ։ Բայց մի բան կմտածեմ, դու մի անհանգստացիր։ Նենց եմ սիրում, որ քո վրա վստահ ես լինում։ Այդ դու ես պատճառը, որ ես իմ վրա այսինչ վստահ եմ լավ։ Նորից եկել ես ինչ անեմ դու նորից գերել ես իմ հոգի դու նորից եկել ես ինչ անեմ դու նորից գերել ես իմ հոգի դու խենթ ես Խենթ աղջիկ մի լուսել, ես էլ քեզ, խենթի պես եմ սիրել, դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսել, ես էլ քեզ, խենթի պես եմ սիրել, քեզ երկար, շատ երկար եմ սպասել, Հոթակում արտասվել եմ ես քեզ համար քեզ երկար շատ երկար եմ սպասել Հոթակում արտասվել եմ ես քեզ համար դու խենթ ես խենթ աղջիկ մի լուսել Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել դու խենթ ես խենթ աղջիկ մի լուսել Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել Ռոբո ջան, կարամ իմանամ ինչ ես անում Ոնց ինչ եմ անում Պատիվդ եմ պահում Բա դրանք ով են, որ գան ասես թե ու իրանց տես պահեն։ Ինչ պատիվ, տղա ջան։ Այդ մարդիկ եկել էին իրանց տունը տեսնեին իրանց աչքերով, ինչ պատիվ։ Մարգար։ Սյուզի ջան, ես իմ ականջներով էի լսում, ոնց էր վերևը գոռում, հենց հիմա հագտվեք դուրս եկեք ստեղից։ Այ խփնված, ես այդ իրանց հետ չեմ եղել։ Բա ում հետ էիր։ Ոայ, տղեկ ջան, այդ մեր հետ էր։ Մեր հետ, հա։ Ես ձեզ կսպանեմ հորը սորիվ կանյիկը։ Կանյիկ, արա, կանյիկ։ Ախպեր, կանյիկ, տգլոր են։ Ասուն կռան, ասուն եմ արդես կռի այ տղա, ես աստորմից եմ գա։ Ասուն կանյիկ։ Չեմ տորում կանյիկ այ տղա։ Ես ասուն, կարոման, Ախպեր, կանյիկ, էլի ախպեր։ Տգլոր մերան արա, հելիքա, կայնեք, ես դեր առողջությունը չունեմ։ Լար, ես պետք է մտեմ շներապարակ տղերքին տեսնեմ, արի քեզ իջացնեմ տուն, ես գնամ տղերքի մոտ։ Ինչ այդքան պտտվես, ես էլ քո հետ կգամ։ Դու գալիս ես ինչ անես։ Վայ, վախենում ես մի գործ չլինի անելու, մի բան կանեմ էլի։ Հա, չնայած որ մի հատ շինարարական կոֆե էլ տաս խմենք, ընտիր կլինի։ Շինարարական կոֆեն որն է։ Այն որ կոֆեի տեղը ցեմենտա, պիսոկի տեղը գաչ։ Հեսա գնանք Մարգարին կասեմ կսովորացնի։ Մարգարը որն էր։ Մարգարը էլի, մի որ սենց լեն, ատե հեսա գնանք կտեսնես էլի, արի։ Ես էլ սկզբից սխալ հասկացա, բայց ջոգի որ կոր գրացի վերեկը, ոնց վախեցան փախալ նստան ավտո դրա։ Վայ Ռուբո, այս վերջերս բոլորդ եք ամեն ինչ սխալ հասկանում։ Արել ապուշ Մարգարն է ասում, Սյուզի ոնց ու մեկը նեղացնում է, ինչ կլնեմ ես, ինչ կլնեմ աշկիս էլ բանկ էր, ասեց հելա բազդելով գնաց։ Վայ, ես ինչից ենք բրծել։ Բա ես էլ են Խաչոյին ու Սասունին ասում եմ, այդ ռադեղ եք ստեղից, հեսա տանտերերը կգան։ Գիտեմ, դրա վայրն ուզում են գլուխները ջարտեի, ենից են կորերը սաղ բրիգադում ման են գալիս չկան, գիտես։ Ռուբ։
քանի անգամ է կարելի նույն բանը ասել։ Հյուրանոց կա դրա համար, Ռուբեն ջան, հոբարի տղա, հյուրանոց, Սյուզաննա ջան, հարգելիս, հյուրանոց, գաստինիցա, հոթել։ Ինչ անեմ, ես հյուրանոցային բիզնես բացեմ ձեր համար, հա։ Պետք չի, ուղղակի նստի բան եմ ասում։ Մի գնալու է սաղ մուրը Սյուզին ցան։ Ախպեր, ես ինչ անեմ, արա, 100 անգամ ասեցի այդ Սասունին ու Խաչոյին բերեք տպի, սիրտդ հանգստանա։ Ախպեր, բայց հաստատ Սյուզու մոտ է գնացել։ Այլում ախպեր։ Արա, ես ինչ իմանամ։ Արև ձեզ։ Արև Արնակ ջան։ Պրիվետ Լարա ջան։ Բարև ձեզ։ Յանամ գնալները տինչեր, գալները տինչեր։ Նորմալ է։ Դուք ասեք, լավ եք։ Ամեն ինչ նորմալ Արնակ ախպեր, մի հատ մնուշ չկա, սխպլուս է։ Բայց Ռուբոն ուրա։ Ռուբոն ստեղ չի։ Ահա, էդ էլ մի հատ մինուս։ Հա, բայց գնացել է օֆիս գործերով։ Ահա, էդ էլ մի հատ պլյուս։ Ահ, քիչ էր մնում մոռանայի, կակրած Ռուբոնն ստեղ չի։ Երևի Արտակը կանչել է օֆիս, որ այդ լուրը հայտնի։ Ինչ լուր։ Ռուբոն էլ ձեր բրիգադիրը չի։ Լավ, Ռուբո, ես քեզ լրիվ հասկացա։ Ուղղակի դու տղերքին էլ զգուշացրու, որ նման վտանգավոր սյուրպրիզները թող շինհրապարակում չանեն, հա։ Սյուզի ջան, դու էլ այդ վիճակում ինչ էիր եկել օֆիս։ Գնայր տուն։ Ախորայ, պարոն Մեսրոպյան ջան, ես այդ վիճակում այդ ժամին ոնց գնայի տուն, ինչ ասեի։ Հյուրանոց գնայր։ Դե լավ էլի Արտակ է։ Դե լավ, հա, Ռուբո, հասկացանք կատակ եմ անում։ Դե լավ կատակ չես անում։ Կապի գործերին։ Հաջողություն։ Ես կճանապարհեմ։ Ռուբ։ Ոնց։ Ռուբենը էլ մեր բրիգադիրը չի։ Իմ անգաշները պետք է չլսեին այս տողերը, Արնակ Միխայլիչ ջան։ Ախպեր, Ռուբենը վաբշե մեղ չունի, ցավդ տանեմ։ Ստի թյուրիմացությունն ա եղել։ Ոբշե հրապարակում ինչ չասես սլնամա ցավները տանեմ, ստի ոնց որ մեղավորները մենք ենք, մենք էլ այդ հարցին լուծում կտանք էլի, հա։ Եթե Ռուբոին տենց բանի համար գործից հանում եք, ուրեմն ես էլ եմ դուրս գալի գործից։ Ես էլ։ Ախպեր լավ մի վարքյան, ես էլ։ Լավ տղեր ջան։ Կարող է մի հատ ծանոթանանք նոր բրիգադիրի հետ։ Այ դրանից հետո արդեն կորոշենք, ով է դուրս գալիս, ով դուրս չի գալիս։ Հա, էլի ծանոթանանք, բայց այդ մեր մոտ բան չի փոխում։ Ուրեմն ծանոթացեք։ Ձեր նոր բրիգադիրը Լարա։ Լուրջ ես ասում։ Հա, բայց Սաքոն ռուսերեն չգիտի։ Սաքոնու բոլորը ռուսերեն չգիտեն։ Ախպեր մի բան ասեմ, էլի ցավդ տանեմ, չնեղանաս էլի մենակ։ Աղջիկա прорабը որն է ախպեր։ Тихо! Значит так. С сегодняшнего дня я ваш бригадир. Работу начинаем в понедельник в 7 утра, заканчиваем в субботу в 8 вечера. Вопросы есть? Ах, вопрос у нас мотот. Вопрос нет. Товарищ бригадирша, можно обратиться? Говори. Это просто шутка. Բա, այդ ինչ թուրիմացություն է եղել։ Այդ ինչ եք ասում, որ Ռուբոն էլ կապ չունի։ Հեյ, ճայ ախպեր թուրիմացություն էր էլի։
Լավ, դուք են ասեք։ Ածկել եք։ Հա, առնակ աղբեր, են օրվա տվածը փողով ես 2 օր, հա, ուտում ենք ու ուտում, հա, ուտում ենք, էլի։ Այս ձեր ցավը տանեմ, իմ սիրուն բալիկներ, այս ոնց եք դուք նիհարել, այդ ոչ մի բան չի տվել, հա, ինչքից հացից բանից չեն տվել, հա, ասա դրանց տանը ինչ կա որ տար։ Լիան ջան, բալես լինզ նայ, դու ինձ ես սիրուն, թե դու խիք տատիկի։ Երկուսի, երկեսու։ Դե աստանն էլ ասում ես, այդ տատիկիներ չէ սիրուն, ապա ոնց, դեր պայքս մենագից ասիր, արկիր բալես, կիր ցավը տանեմ, կերեք ուշքի եկեք, ես ինչ ա ձեր վիճակը, ահա, վարում, մի հատ քեզ, կիր նորլում ջանի, կիր։ Այ քեզ գիտություն, հինդարը գնաց նոր դար ա եկել, այ քեզ բան, աղբեր, լեսիլ եմ էդ բանը հարցնեմ, էլի մերնեմ կյանքիդ, այս կամերան նեցա, որ սաղից դեմքերով բանով նկարելու է, հա? Հաբա ոնց, որակով կամերա է։ Հայ աղբեր, բայց ցավը տանեմ, երեքստե ահռելի ահագին արարողություն էր, անցավ գնաց պատմության գիրք աղբեր, լսիլ եմ մերնեմ կյանքիդ, մետ քեզ բան հարցնեմ, էլի, էսի մենակ կամերա է, թե արագաչապել է։ Չէ, մենակ կամերա է։ Աղբեր, կարող այդ կամերան կարանաս թե քեզ այսենց թավուն հաուսներով, բանով, որ երևա, էլի, մենք ոնց են գործ անում, էլի, հասկացար։ Կերևա սաղ։ Ես քո ցավը տանեմ։ Ես վերջացի աղբերս։ Աղբեր, մենք հլե այնքան գործ ունենք անելու։ Լսիլ է ցավը տանեմ, բան արա, արի ասեմ, հլե նա իստենցքն շենք, շինություն, շինամթերք, շիլա, շինա, աղբեր, շանտախա, շանթուլա, իշկամ, արի ասեմ, լսի, անունդ ոնց էր աղբեր, մոռացա։ Կարեն, սա քո աղբեր։ Մի բան ասեմ, չես հավատա։ Ես սկսել եմ ըս տունը սիրել։ Մի օր եմ բացակայել, բայց արդեն կարոտել եմ ըս տանը։ Կարող է վերջում դու մնաս, ես գնում, հա? Բայց ինչի իր քաշվեցինք։ Էլ չենք կարում խաղանք։ Դե, որովհետև էլ չենք խաղում։ Այ քեզ բան։ Մեկից տեսնելով փաթաթվում են, մեկ տեսնելով հեռանում են իրարից։ Այս ռուսների սիրուց ես բան չհասկացա։ Էլ չենք կարում խաղանք։ Սասու! Հաչո։ Սասու! Հաչո։ Սասու! Հաչո։ Հա, սասու! Այ հաչո։ Ով սասու! Այ հաչո։ Это тебе, Лара Джон. Ой, спасибо, дядя Василий. Не за что. Кстати, у вас нет никого, кому бы смогли цветы подарить? Нет. Դե արի ես երեխուն բացատրի, որ սիրել եմ ու շատ եմ սիրել։ Ես չգիտեմ ուրիշները ոնց են սիրում, բայց ես շատ եմ սիրում, դժի պես։ Ու քանի որ ես էմոցիոնալ մարդ էի, չգիտեի թե ոնց խոսեի, ասեի իմ զգացմունքների մասին, դրա համար գրում էի, նամակներ էի գրում, օրը մի հատ, նույնիսկ օրը մի քանի հատ, ես արդեն
պատկերացնում էի, թե ոնց է կարդում ինքը իմ նամակները, որովհետև ամեն տողի տակ, ամեն բառի տակ ես իմ զգացմունքներն էի դրել։ Հետո մի օր շատ պատահական լսեցի, թե ոնց են ընկերուհիներով կարդում են իմ նամակներն ու ծիծաղում են։ Ես չգիտեի այդ բահին, ուզում էի մեռնեի, չգիտեմ ամոթից, թե այդ սիրո զգացողություններից։ Ու ես ուզեցի դուրս գամ գյուղից, էլ չմնամ գյուղում։ Ուզում էի փախնեի ու գնացի գյուղից։ Փախա գյուղից, ուզում էի աշխարհից փախնեի։ Այդ պահից սկսած մինչև այսօր ես ոչ մի աղջկա չեմ վստահում։ Ոչ մի աղջկա չեմ հավատում։ Դու հայերեն հասկանում ես։